Մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, տիկնայք եւ պարոնայք նախարարներ, գլխավոր քարտուղարներ, տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, խորհրդարանականներ, տիկնայք եւ պարոնայք։ Ամեն ինչ արդեն ասվեց։ D'aller droit au but, parce que monsieur le ministre... I'll try to speak briefly, because the Minister of Foreign Affairs and the Prime Minister eloquently described all the key problems that bring us together in this forum, and I would not like to repeat them. Mr. Prime Minister, these 2 days illustrate this is really the moment of Armenia. Yesterday, I was speaking in front of the French community. I said, who could imagine that 8 years ago, 4 years ago, it would have been possible to come together here in Yerevan as part of the European political community with 40 different heads of state and government as a part of a summit between Armenia and the EU. Very few really could imagine that. And something has changed in your country, which in the fall of 2020 experienced the war we all remember, that had extremely grave consequences. It's obvious that something has transformed here. Ce que nous vivons là, c'est ce moment Այս պահը, որ մենք հիմա ապրում ենք, ինչպես This ասեմ, moment սա Հայաստանի vient պահն է sceller եւ tout un chemin que vous avez ouvert պահը ճանապարհ et է ce qui est d'ores et բացում déjà une réussite. եւ սա արդեն հաջողություն է։ D'abord un chemin de paix, vous l'avez parfaitement décrit, je ne veux pas ici le reprendre. Խաղաղության ճանապարհ, դուք շատ լավ նկարագրեցիք, չեմ ուզում նորից անդրադառնալ, En effet, բայց դուք իրապես de sceller une paix, d'avoir ce courage, cette audace, որոշեցիք, ունեցաք այդ խիզախությունը, de trouver les voies et խաղաղություն moyens de la հաստատել, paix այսինքն avec գտնել այն l'Azerbaïdjan ուղիները, որոնք հարկավոր են Ադրբեջանի հետ du sommet de խաղաղություն Prague à հաստատելու l'automne համար։ 2022, Եվ au sommet de 22 Washington à թվականի l'été 2025, Պրահայի գագաթնաժողովը, de ինչպես finaliser cette Վաշինգտոնում նաև գագաթնաժողովը C'était un եկան mouvement եզրափակելու courageux, վերջնականապես je le այդ խաղաղությունը, ինչպես ես ասացի, սա խիզախ եւ անհրաժեշտ Ceci est venu consolider որոշում էր aussi եւ այս որոշումը նաև ամրապնդեց եւ բերեց բարգավաճություն, երբ ես նայում եմ անցած 8 տարիները Հայաստանում միջին աճը կազմում է 6%, ces 2 dernières années. այսինքն այս վերջին 2 տարիներին ավելի է մեծացել, սա արդեն տպավորիչ ցուցանիշ է, որը ցույց է տալիս ձեր մոդելի օրինակը, եւ դուք շատ լավ նկարագրեցիք քիչ առաջ այդ առաքինի օրինակը խաղաղության եւ բարգավաճության համար, այս ամենը մի քանի տարի է արդեն զարգանում է։ Et donc oui, nous avons un moment arménien, ce qui fait que l'Europe aujourd'hui discute en Arménie. Այստեղ Հայաստանում են եվրոպացիները քննարկումներ անցկացնում, քանի որ դուք եք կազմակերպել եւ հյուրընկալել 8-րդ գագաթնաժողովը եվրոպական քաղաքական համայնքի եւ այսօր առավոտյան Եվրոմիության եւ Հայաստանի միջև գագաթնաժողովը նույնպես քննարկեց մի շարք կարևոր ծրագրեր, որոնք խոստանում են զարգացում ենթակառուցվածքների ոլորտում, ներդրումներ, անվտանգության ոլորտում եւ այլն։ Et donc ce qui est en train de se passer dans votre pays այսօր այն ինչ տեղի ունենում ձեր երկրում anticipé par peu de gens, կարելի dans ասել lequel nous avons շատերը cru dès le չէին début, que սպասում vous avez նման su conduire պահի avec beaucoup de եւ դուք courage durant ces կարողացաք dernières années, մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ վերջին տարիներին եւ սա խորապես ողում եւ մեծ հաջողություններ եւ հնարավորություններ են ձեռում Հայաստանին։ Ես նաեւ կցանկանայի, որպեսզի այս հայաստանյան պահը ուղեկցվեր նաեւ կովկասյան պահով։ En jeu aujourd'hui. Եվ կարծում եմ սա է այսօր հիմնական մեր մարտահրավերը։ J'ai pour cette région 2 convictions. Երկու համոզմունք ունեմ այս տարածաշրջանի վերաբերյալ։ Առաջինը, հարավային Կովկասը
à être en quelque sorte un milieu d'empire qui se disputerait la région comme un dû ou comme un trophée, bousculé comme cette région l'a été à travers les siècles, entre l'hégémonie des uns ou des autres. La deuxième, c'est que le Sud-Caucase peut retrouver, une forme de centralité entre l'Europe, l'Asie centrale et le Moyen-Orient. Que l'opportunité du Sud-Caucase, c'est véritablement d'être en effet ce carrefour que vous avez évoqué pour l'Arménie. D'être ce corridor médian. Ceci suppose de savoir ouvrir les frontières. Et au fond, pourquoi j'espère et j'aspire dans ce moment caucasien, c'est que vos voisins aient l'audace de suivre le mouvement que vous avez eu. La bonne réponse à cette audace, c'est de poursuivre et de vous accompagner dans ce moment de paix, de démocratisation, de prospérité. C'est que les frontières s'ouvrent, toutes les frontières s'ouvrent et s'ouvrent complètement. Cette région, et c'est souvent insuffisamment vu depuis l'extérieur, a été trop longtemps et trop souvent hermétique, fermée. Il faut donc, comme le relevait si justement le regretté journaliste arménien de Turquie, Brandik, casser le cadenas qui fait, je cite, que les peuples, que des peuples proches sont encore des voisins lointains. C'est exactement ce qui est à l'œuvre pour que ce moment caucasien puisse advenir. Que les frontières s'ouvrent. En l'espèce, les frontières avec l'Azerbaïdjan, les frontières avec la Turquie, et qu'il n'y ait aucune restriction avec la Géorgie. C'est ce en quoi nous croyons, c'est ce qui vient marquer aussi l'engagement des Européens. Je sais aussi l'engagement du FMI, c'est ce qui accompagne aussi beaucoup des travaux de l'Agence française de développement dans votre pays et dans toute la région. Celle-ci a des financements qui s'élèvent à près de 4 milliards d'euros dans le Sud-Caucase. Mais je le disais, ces frontières doivent s'ouvrir, elles l'ont commencé. Je veux saluer la levée par la